Սիրելի հետևորդներս, ձեզ ասում եմ բարի ուշ երեկո, եղանակը մռայլ է, մտքերս էլ մի քիչ եղանակին համահուն չեն, բոլորիս հետ էլ կարա չէ պատահի, մտքի ալեկոծություն, հոգու սրտի ալեկոծություն, բայց երանի բոլորիս մոտ էլ շատ հազվադեպ լինի նման ալեկոծություններ։ Այսօր ապրում ենք այն ձևի դարաշրջանում, որ բոլորս էլ օգտվում ենք էլի համացանցից, բոլորս էլ ակտիվ ենք լինում համացանցի տարբեր սոցկայքերում, ու ինձ թվում է իմ նման շատերդ դուք էլ եք էլի դժվար տանում, երբ որ նկատում եք, որ մի հատ անմեղեակ կյանքի համար պայքարելուց հետո դառնում է հրեշտակ։ Խոսքս Գաբիի մասին է, ինձ թվում է բոլորս ենք չէ տեսել, ցավացել, հաստատ ոչ մի մարդ անտարբեր չի անցնի, էլի չէ, այդ ամենի կողքով, այն որ գոնե մի հատ սիրտը ճմլվելով ասում ես վաղ մամա ջան, խի էլի, խի։ Ես ոչ մի անգամ նմանատիպ թեմաներ չեմ քննարկել, միշտ ինձ ցավացել եմ, միշտ ինձ լացել եմ, որովհետև իմ կյանքում ամենաթույլ կետը, իմ թուլությունը ոնց որ իմ երեխեն է, ու մտածում եմ, որ բոլոր ադեկվատ ծնողների համար էլ իր թուլությունը իր երեխեն պիտի լինի, որովհետև ոչ մի երեխա ծնողին չի պարտադրում, չէ, որ գիտես մեզ լուսաշխարհբեր կյանք դուր, չէ, մենք ծնողներս ենք, ովքեր պլանավորում են, ովքեր էլ իմ նման 10 տարի պայքարի ու համար պայքարի մեջ են մտնում, որ մայրության բերկրանքին արժանանան։ Այսօր ինչի եմ ուզում սենց մի քիչ տխուր մելամաղձոտ թեմայից խոսամ, որովհետև համ նոր բաժանորդներ եմ շատ ունենում, որ ասում են մի քիչ պատմիքու մասին, համ էլ արդեն երկրորդ օրն է, մի տեսակ ձեռքերս չի գնում, որտեղ մեմ այդ Facebook հավելվածին, ու բացեմ մտնեմ ի մեջ, որովհետև ընկերներից ցանկը շատ է, ու բոլորն էլ ցավում են, բոլորն էլ, չգիտեմ էլի, Գաբիի նկարներով տեսանյութը շատ է գալիս ի մեջ, ու սիրտս սենց կտոր է անում։ Դրան զուգահեռ էլ սիրելի հետևորդներ ջան, երբ ես Երևան էի Ալեքսի հետ, փառատոնին մասնակցեցինք, լավ արեցինք, մինչև այսօրս էլ ունենում ենք շնորհավորանքի խոսքեր, լավ բարեմաղթանքներ, ընդեղ չեմ աներ նորից մեզ շնորհավորել, Արևիկը, մի խոսքով շատ մարդիկ ում էլ չհիշեցի, խնդրում եմ ներեք, դրան զուգահեռ մեզ շնորհավորեց նաև Անահիտը, ու մենք դե իրար հետ, ոնց ասեմ, հարազատի պես ենք խոսում, ցավում ենք ինչ-որ մեկի համար, եթե ինձ պետք է լինում, մի հարց ենք իրար հետ քննարկում, մի խոսքով իմ հարազատ մարդու նման շփվում եմ այդ կնոջ հետ, սիրում եմ իրան, ու իմ հետևորդներից շատ-շատերի հետ եմ փորձում նման ձևով շփվեմ, Անահիտը ցույց տվեց ինձ մի հոլովակ, ասում է ես գիտեմ էլի դու խղճով մարդ ես, երեխասեր մարդ ես, ու ասում է այս երեխուն օգնել է պետք օգնել, ամեն մեկս
մեր ձևով փորձենք օգնել, որովհետև բոլորս էլ մամա ենք, բոլորս էլ երեխի տեր ենք, բոլորս էլ ամենքս էլ մեր չափով ինչ-որ մի թոհուբոհի միջով միշտ անցնում ենք, ասեցի կօգնեմ, ինչով կարամ, ոնց կարամ, ու պետք է ես այնքան խառնա չեմ կարող վերադասավորեմ, որ ճիշտ ձևակերպեմ միտքս, մեկ էլ նայեմ, ես մտածում էի, որ ուրիշ ձևի կլինի, մի խոսքով նայեմ, որ YouTube-յան էջա ինձ ցույց տալիս, Սիլկեն ուղարկել ա, վերնագիրը միանգամից բարերար կետեմ կայքի մասին խոսքը, սիրելի հետևորդներ, հուզմունքս մի քիչ շատ ա, միգուցե խոսքս մի քիչ ճիշտ չձևակերպեմ, բայց հարցը որ գնում ա երեխուն, ոնց կար ասելի, ես իմ շատ եմ լսել նորից նույն Facebook, Instagram, ընդեղ շատ եմ հանդիպում, նամանավանդ, որ դերասանները գնում են, օգնում են, են լիարժեք ժպիտով, որ տեսնում եմ, մի խոսքով հետևում եմ ես այդ կայքին, դուրս գալիս ա, ես միշտ ասում եմ, որ սիրում եմ, ինձ երբեմն դուք եք չէ հարցնում բլոգերներից ում եք հետևում, ինչ եք անում, մեր հայ բլոգերներին բոլորն էլ սիրում եմ, ուզում եմ, որ բոլորն էլ ամենքն իրանց չափով իրանց լավը զգան, ով ինչ երազանք ունի, թող կատարվի, բոլորս էլ օնլայն հարթակում ենք, որ մի երկու կոպեկ աշխատենք, մեր կարիքները հոգանք, ոչ թե մեր հավեսի համար հայտնվենք, հա, օնլայն հարթակում, մարդիկ կան, որ ասում են, չգիտեմ, ամեն մարդը տարբեր ամեկնաբանում, այդ թողենք մի կողմ, ես գիտեմ մի բան, որ մարդ եթե օնլայն հարթակում ա, պարտադիր վարձատրվում է, չվարձատրվող մարդ չկա։ Ամեն դեպքում բարերար կետ է եմին, մեկ իրիկունները, որ շատ սենց մտքերով խառնված եմ ելնում, հաճախակի եմ հետևում, նայում, ուրախանում եմ հոգուս մեջ, որ մեր հայերս այդքան լավն ենք, սիրում ենք երեխեքին, երեխու ավել ժպիտ ես տալի, դա ինչա, ամեն ինչա։ Ու Անահիտն ասում ա, տես, ոնց կուզես, ու տարածի, իհարկե տարածեմ, սիրով տարածեմ, որովհետև կոնկրետ այդ տեսանյութը ես չէի տեսել, ու սիրելի հետևորդներս, ինչը սրտիս կպավ, որ վերնագիրը ես կթողամ այս տեսանյութի ներքևում հղումը կդնեմ, ընդեղ պատմում ա, խոսքը Ստելիկի մասին ա, ինքը ունի և մամա և պապա, պարզավոր մաման չի աշխատում, պապան էլ դրսում ինչքան ոնց կարողանում ա, այդ երեխի կարիքները հոգում ա, որովհետև ինքը ունի աջակցության կարիք, այն որ լեզուս չի պտտվում, որ ասեմ, չի քայլում, իմ համար դա մի քիչ ծանր է ալնում, այն որ նայում ես խոսքի, լույսի պես երեխեք ու չեն քայլում, ես դա միշտ ասել եմ ու կասեմ, որ գնում եմ այդ վերականգնողական կենտրոնները, ես տենց էլ չկարացա իմունիտետ ձեռք բերեմ, որ երբ որ սայլակով երեխա ես տենում, ոնց ասեմ, չես ուզում, անգամ սենց շարժվես գոնե, որովհետև դժվար է։ Ու երբ որ վերնագիրը տեսա, ես չէի պատկերացնում, որ տենց տեսանյութ առնելու, մի խոսքով վերնագիրը գրած էր, որ 10 տարի պայքարելուց հետո ծնողները մայրացել են, սենց մի տեսակ եկավ սրտիս կպավ, որովհետև ես էլ 9.5 տարի հետո եմ ունեցել Ալեքսին, ովքեր նոր են միացել, իրանց համար եմ այսքան ասում, իսկ իմ
հին ու հետևողական բարեկամներն ու հետևորդներն ու հարազատները բոլորն էլ գիտեն, ասել եմ, ու մի տեսակ կպավ երեխուն նայում ես սիրուն աչոներով, հավեսով լավ երեխա ա, ունի դե առողջական խնդիրներ, ցավոք սրտի, ու ինչի համար ա պայքարում, որ քայլի, ապրի, ես ինչ գիտեմ։ Ընդեղ ծնողը պատմում ա, որ հագնում ա օրթեզներ, այս կողմ են կողմ, ես այդ ամեն ինչին լավ տեղյակ եմ, քաջատեղյակ եմ, կարելի ասել ամեն ինչի միջով էլ անցել եմ, անցնում եմ, բարդ ճանապարհ անցել եմ շատ, հիմա էլ ոչինչ, էլի պայքարում ենք, երբեմն ելնում են չէ, շատ գրագետ բաժանորդներ, որ ասում են, վայ, այս տարիք երեխեն սենց, այն մյուս տարիք երեխեն նենց, իմ երեխեն այս տարիքում, այս ինչ խնդիրը սենց էր լուծում, իմ երեխեն այս տարիքում, սպորտի այս ինչ օլիմպիադայում ինչը շահեց, սիրելի հետևորդներ ջան, լավ են անում ձեր երեխեքը, ուրախ եմ, որ ոնց ասեմ, ունեն այդքան լավ հաջողություններ, բայց դրա հետ մեկտեղ ցավոք սրտի չեք կարողանում հիշել, որ ամեն երեխա յուրովի ա իրա մանկությունը ձևավորում և ներկայանում հանրությանը, տեսեք, անգամ այս թվում է շատ երեխեք կան, որ պայքարում են, քայլեն, որ պայքարում են թեկուզ թեք ոտքերով քայլեն, որ պայքարում են թեկուզ մի քայլ անեն, որ պայքարում են թեկուզ ուղիղ կանգնեն, որ պայքարում են թեկուզ մի բառ խոսան, այսօր շատ ծնողներ կան, որ ուզում են իրանց երեխու բերանից մամա բառը լսեն, իրանց անունը լսեն, թեկուզ երեխու վիրավորանքը լսեն, բայց մի բան լսեն, իսկ այնինչ մարդկության մի մասնիկ էլ ցավոք սրտի ցավով ու ամաչելով եմ ասում, կարամ չէ և ծաղրեն, իրոք ցավալի ա, ու իրոք չգիտեմ, իմ համար դա անպատկերացնելու ա, որովհետև այս աշխարհում ամեն մարդն էլ մարդ ա, ու ամեն ծնված էակ էլ պայքարում ա, եթե դու ծնվել ես, դու արդեն պայքարի մեջ ես, եթե դու ապրում ես, դու նորից պայքարի մեջ ես, մի խոսքով շատ չմանրանամ, տարօրինակ տեսանյութ ա չէ ստացվում, ու ես երբ որ Անահիտի հետ զրուցում ենք, մտածում էի էլի, ասում էի Աստված ջան, ոնց ներկայացնեմ, ոնց ասեմ ես այդ երեխի մասին, որովհետև կա մարդկության մի մասնիկ, որ կանգնելու ա, ասի դու էլի սկսեցիր ուրիշի անունի տակ փող ուզել, դու էլի դու, բա դու ինչ արեցիր, շատ տենց հարցեր եմ ես միշտ էլ նկատել, ասել, լսել, կարդացել, բայց անտեսել եմ, գիտեք ինչի, որովհետև մարդ երբեք իր արածը չի բարձրաձայնում, մարդ երբեք իր արածը ի ցույց աշխարհին չի դնում, ընդհակառակ ամեն մարդ դիմացի մարդուն փորձում ա օգնի յուրովի ու իր հնարավորությունների չափով, ելի հետևորդներ ջան, հիմա ասելիքս ինչ ա, այս տեսանյութից հետո գրառումների բաժնում Զագրեբից կանեմ, ընդեղ Ստելայի մաման խոսում ա, ասում ա, լացում ա, բա որ մաման էլ չլացի, որ իր լույսի պես երեխեն իր առաջին չի կարում քայլի, ողնաշարնացուր, վիրահատություն ա պետք, իմպլանտ ա պետք, մի խոսքով այդ տենց բաներ ա պետք, ոնց են ասում իրար օգնենք, որ չհոգնենք, թեկուզ
տարածելը, թեկուզ բարձրաձայնելը, թեկուզ հոգու ցավով ասելն էլ օգնություն ու խղճի մաքրությունը Աստծո առաջ, որ ես շատ եմ ուզում միշտ մաքուր խղճով լինեմ, հնարավորինս մաքրամաքուր չի լինեմ կյանքում ոչ մի բան, բայց գոնե խիղճդ մաքուր ուզում ես էլի ապրես, ճակատդ այսենց բաց միշտ ապրես, առանց հետին մտքերի, առանց վատ զգացողությունների, որ ինչ-որ մի վատ բան ես դու արել, կարող ես սխալ եմ արել, կարող ես հենց, կարող անենց, ես հնարավորինս փորձում եմ այդ բաներից զերծ մնամ, կոկորդս էլի, ու փորձում եմ հնարավորինս դիմացի մարդու համար գոնե մի պուճուր, մի լավ բան արած լինեմ, եթե գոնե ոչ մի լավ բան էլ չես անում, լռում ես, դիմացիդ մարդուն լսում ու այդ քու հասկանալն էլ է դիմացինի համար օգնություն, այնպես որ ասելիքս ինչ է, ասելիքս է նա, որ օգնենք իրար, որ չհոգնենք, օգնենք, որ մեր կյանքում հանգիստ ու խաղաղ ապրենք, ամենքս մեր խղճի առաջ մաքուր ապրենք, ամենքս, չգիտեմ, մաքրությունը ամեն առումներով էլ շատ լավ բան է, իսկ հոգու մաքրությունը մի ուրիշ հաճույք է տալիս քո հոգեկան աշխարհին, այնպես որ տեսանյութը որ վերջացնեմ, գրառումներում կդնեմ, նայեք, անցեք, միգուցե ինչ-որ մի բանով կարողանաք օգնեք, մարդենք, օգնենք, եսիմ։ Իսկ Գաբիի պատմությունն էլ մի ուրիշ պատմություն է, մի ուրիշ ցավ է, որ ցավը ոչ տարիք է հարցնում, ոչ դուռդ թակում ու նոր է գալիս է առանց հարց ու փորձի, առանց որևիցե մի բանի, բայց գալիս է, ուր է գալի չգիտեմ, որ նայում ես, չես էլ կարում, որ նայես, բայց իրականությունը էդ է, իրականությունից փախչելն էլ անհնար է իմ համար, դքան բան, սիրելի հետևորդներ ջան, չգիտեմ տեսանյութը ինչ ստացվեց, ոնց ստացվեց, մտքերս շատ խառն էին, որովհետև ոնց խոսած մի բանի մասին, ինչի մասին, որ դու հենց ուզում ես խոսած մարմնովդ դողու սարսուռ անցնում, կոկորդդ քերում ամ, որ ես տարին հետ չի պես 2 անգամ շատ եմ այդ իրավիճակներին հանդիպում ու հոգեկաններ աշխարհս խառնվում է իրար, աշխատում եմ աչքերս փակեմ, ասում եմ ախ Աստված իմ ինչի ես այս պահին ստեղ հայտնվեցի, երբ որ ասենք սայլակի վրա նստած երեխա ես տենում ու են իրան մեղաչոներով ինքս էնց քեզ է նայում, կամ երբ որ չխոսացող երեխա ես տենում ու ինքը սենց գալիս է կպնում քեզ, փաթաթվում, իմ հետ մի անգամ եղավ նման բան, այդ վերականգնողական կենտրոնում եկել էր, սենց ձեռը այնքան է պուճուր ու բարակ էր իրա ձեռը, սենց ձեռը տալիս է ու ինձ քաշում, հասկացնում, որ արի, ես սենց կարկամ էր, տեղումս կանգնել է, և որ ինձ են ասում, չորացել է, չգիտեի հետ գնամ, առաջ գնամ, ինչ անեմ, ինքը են մյուս թաթոն էլ բերեց ու ինձ ասում է արի, ես գնացի, մի խոսքով, հասկացրեց, որ գրկեմ, գրկեցի, հետո սենց գլուխը դրել էր դոշիս, մի քիչ մնաց ու նորից գնաց, բայց այդ ամենի միջով, որ անցնում ես այդ ամենին, որ ներկայիս լինում,
չես պատկերացնում, թե ինչի մեջով ես անցնում։ Այնպես որ շատ դեպքեր են, որ ասում եմ, գոհանում եմ քեզանից Տեր ջան, իմ արթնանալու համար, իմ օրվա համար, իմ երեխի համար, որ ինձ մամայի ասում, որ են, մեկ էլ նայում եմ, մարդիկ գնում են, ուրիշի էջերում ինքնահաստատվում ու փորձում քննադատել ինձ ու իբր թե ինչ, մի հատ ձեզ նեղություն տվեք ու այդ ամենի միջով անցեք ու տեսնեմ այդ ուից հետո կշարունակեք, թե կախման կետեր կդնեք։ Ինձ թվում է չի կարելի մարդիկ, չի կարելի, ես հենց այնպես չեմ ասում, բարի լինենք, միմյանց սիրենք, չէ, մարդկության մի մասնիկ էլ կա, որ վերջելի փորձում է անընդհատ քեզ հավասարակշռությունից հանի, փորձի քո ամեն խոսքից կախվի, բայց դու լռում ես, համբերում ես, դա էլ է շնորհ, դա էլ է Աստծո կողմից տված շնորհ, բա ոնց չասեմ, Տեր ջան, շնորհակալ եմ քեզ քո տված շնորհի համար, ամեն մարդ չի, որ կարա համբերատար լինի, ամեն մարդ չի, որ կկարողանա ամեն ինչը կուլ տալ, երբեմն եղել է շատ շուտվա մասին է խոսքը, հիմա ոնց որ էլ այդպես չի, բայց եղել է, ես դրանից չեմ էլ ամաչում, որ փորձել են մարդիկ ամեն ձևով, ամեն կողմով, ամեն ձևով, բառիս ուղիղ իմաստով կծեն, ցույց տան, որ ոնց ասեմ, իրանք քեզնից լավ են հասկանում, իրանք ամեն ինչում գրագետ են, իսկ դու ոչինչ չգիտես և ոչինչ չես հասկանում, բայց այդ ժամանակ նորից եմ ասում, մոռանում են մի մեծ բան, որ այս մեծ ու կլոր աշխարհում կյանքը շարունակվում է ու ամեն ծնված երեխա, որ հետո դառնում է մեր ապագայի մի մասնիկը, այս մեծ ու կլոր աշխարհում ներկայանում է յուրովի, իր հատկություններով, առանձնահատկություններով, առավելություններով, երբեք չեմ ասի թերություններով, որովհետև երեխան թերություններով չի լինում, բայց մարդիկ էլ պիտի այնքան ընկալունակ լինեն, որ կարողանան հասկանան, որ բոլորն այս աշխարհում չեն կարա լավն լինեն ու իդեալական, բոլոր ծնողներն էլ կուզենան, որ իրանց երեխեքը լինեն ամենաիդեալականը, ամենաները, բայց կոնկրետ ես երբեք չեմ վազում ոչ ամենաների հետևից, ոչ էլ իդեալականի, որովհետև ես փառք եմ տալի Աստծուն, որ ունեմ Ալեքս, ով ունի բարձր ինտելեկտ, բարի սիրտ, փափուկ հոգի, համառ բնավորություն, այս վերջերս ինքն արդեն շատ համառության գծեր է դրսևորում, ես էլ չեմ խոսում, որովհետև ինքը տղա է, տղուն էլ համառության գիծը շատ է սազում, ես սիրում եմ, որ տղամարդը մի քիչ համառ է լինում, իսկ որտեղ է թերանում այդ ձեր ասած, որտեղ է մանկամտանում այդ ձեր ասած, ես դրանք չեմ ընդունում, որովհետև ընդունողն ու արարողն ու ստեղծողը ամենակարող Տերն է ու կյանքը դեռ ցույց կտա, ով ինչ ձևով արդեն պատրաստ կթևակողի դեպի կյանքի միջին տարիքը, դեպի ավագ սերունդ, այսպես ասեմ, այնպես որ սիրելի հետևորդներ, ինչ ենք խոսում, ինչ ենք քննարկում, ինչի հետևից ենք ընկնում, ով է լավ սովորում, ով է դեռ նոր տառեր սովորում, ով է, երբ որ շատ ծնողներ
վստահ եմ, որ բոլորս էլ անցել ենք, չէ, այդ ամեն ինչի մեջով, թեպետ իմ երեխան դեռ թաղում խաղացած չկա, որովհետև իր հասակակից երեխա մեր թաղամասում չկա, այնպես չի, որ ես ստում եմ, այնպես չի, որ ես ինչ-որ մի բան ծածկում եմ, քաղաքը փոքր է, իմ համաքաղաքացիներից ինձ հետևացող շատ մարդիկ կան, ու կամ ինչ մի ստելու բանը, ոչ էլ թաքցնելու բանը, իմ երեխան իր մանկության խաղերը խաղացած չկա, որովհետև հասակակիցներ չկան, ցավոք սրտի, բայց վստահ եմ շատ ուրիշ թաղամասերում իմ հետևորդների մեջ կան ընձևի մամաներ, որ ասում են օրինակի համար այ Արամիկ, այ Անի, կամ այ Կարինե, տուն արի, հերիք ա խաղաս, դե զզվացրիր, չէ, կամ անձրևա, շուշու տարի, իսկ այդ դեպքում կյանքի մյուս անկյունում Ստելիկի մաման երազում է, որ իր երեխան մի հատ քայլ անի, դրա համար ես միշտ ասում եմ, որ պետք է էլի գոհանանք ամեն ինչից, ասում եմ ոչ թե նրա համար, որ ես ինձ ցույց տամ իբր շատ լավն եմ, ասում եմ այդ ամեն ինչի միջով անցնելուց հետո, սիրելի հետևորդներ ջան, որովհետև կյանքը այնքան դառը դաժան բաներ ա ինձ տվել ու տարել, շնորհակալ եմ, որ տարել ա, այդքանից հետո եմ ես ավելի ռեալ սկսել դատել ու այն ամենա, այսինքն փոքր ինչ-որ մի բանից սկսել եմ ավելի ուրախանալ ու գնահատել, որովհետև մինչև չգնահատենք փոքրագույնը, մեծագույնին երբեք չենք հասնի, ու նմանատիպ խոսակցություններից ես երբևիցե ոչ կամաչեմ, ոչ ինձ վատ կզգամ, ոչ, այսպես ասած, կա չէ սենց բան, որ մեր ժողովրդական խոսակցության մեջ ասում ենք հելա նրան օրինակի համար ոնց է գոռոզանում, իրան քարերից գցում, չէ, ես մարդու այն տեսակն եմ, կամ այնպես, ինչպես որ կամ, ես և տանն եմ այսպիսին, և դրսում եմ այդպիսին, և միշտ էլ մնալու եմ այդպիսին, սիրելի հետևորդներ ջան, իմ կյանքում ոչ մի բանից լավ որ մինչև այս պահը չեմ ամաչել, որովհետև չունեմ այնպիսի արարք, որից որ պիտի ամաչեմ, երբ որ եկավ այն պահը, որ մենք գնացինք թերապիաների, ես երկմտում էի, չէի կողմնորոշվում, ոնց անեմ, ոնց ասեմ, մարդկությունը, հանրությունը ոնց կընդունի, բայց ոնց էլ կար, հենց այդպես էլ ասեցի, շատերը փորձեցին ցավացնել, շատերը փորձեցին ծաղրել, շատերը փորձեցին ծավալվել ու ինքնահաստատվել ուրիշի էջերում, շատերը փորձեցին իմ անվան ներքո իրանց վլոգը հետաքրքիր դարձնել, բայց ես այդ ամեն ինչը դուրումունջ, սուսուփուս իմ համար, իմ գլուխը կախ, իմ գործն արեցի, որովհետև համբերությունով հաղթահարում ես ամեն ինչ և դրան զուգահեռել միշտ մենք բոլորս մեկս մյուսին ասում ենք, չէ, արհամարանքը ամենամեծ զենքն է, այո, տեղ կա պիտի անտեսես, որ քեզ ավելի լավը զգաս, ես արհամարելը չեմ սիրում, ես անտեսում եմ, անտեսելը ավելի ցավացնող իրավիճակ է, քան արհամարելը, այդքան բան, և երբ որ այո, մենք գնացինք Երևան, ես բարձրաձայնեցի և ասեցի և կիսվեցի ձեր հետ, որովհետև էդ էլ
այդ ընթացքն է, այստեղ ենք հասնում արդեն համարյա թե վերջնակետի, որովհետև փոփոխությունները կան միանշանակ փառք Աստծո ու դեռ ավելի շատ են լինելու, դրա համար էլ ասում եմ, հուսադրում եմ, որ դուք էլ ոչ թե ասում եմ, որ բարի փերի ձևանամ, ոչ, ես ով եմ, սովորական Անահիտն եմ, ես ուղղակի ասում եմ այն, ինչը որ կա, ասում եմ ամեն ինչ առանց վարդագույն ակնոցների, ասում եմ այն, ինչի միջով որ անցել եմ ու անցնում եմ, ու երբ որ հասնեմ վերջնակետի, ասաց իմ քույրաննային, ասում եմ այդ երևի որ ամեն ինչ ավարտվի, ոնց ասեց, չեմ կարում է հիշեմ, վկայության նման մի բան կլինի, ասում եմ, բայց ասում եմ, ոնց ես կարծում, երբ կլինի, ասում եմ, այդ Աստված կորոշի, երբ կլինի, բայց մի բան ասում եմ, լավ գիտեմ, երևի թե դեռ ժամանակը չի, ու այո, երբ որ կգա ժամանակը, երևի թե մի անգամ կունենանք մի հետաքրքիր, հաճելի, հավեսով զրույց ու այդ ամենից հետո ամեն ինչ կընկնի իր տեղը, կհիշեք մի ժամանակ կար, որ ես այդ օրը լացելով տեսանյութ արեցի, վաղ մանուշակս զանգում, այստեղ մանուշակիս հետ զրուցելուց հետո պատասխանեմ, շարունակեմ, կհիշեք, կար ժամանակ սիրելի հետևորդներս, որ ես մի անգամ տեսանյութ արեցի, լացելով, հուզված, չէի սպասում, որ ես կանեմ նմանատիպ տեսանյութ, երբ որ մի կին, անունը հիշում եմ, բայց չեմ ասի, ինքը շատ նեղացրել էր Ալեքսիս, գրել էր էլի, իր հավեսով այդ պահին տենց էր ուզել, գրել էր, շնորհակալ եմ, որ հետո հասկացել էր, մի խոսքով։ Մի օր արթնացա, տեսանյութից տակ մեծ գրառում էր, գրած երկար, ոչ թե մեծ։ Այդ կինը ասում է, ես տարիներ անց սպասում եմ հրաշքի, ես ես ամենակրճատն եմ ասում ձեզ, ու եկել եմ Ալեքսից ներողություն խնդրելու, որովհետև Աստված երազիս մեջ ինձ Ալեքսին բերեց ու ասավ գնա ներողություն խնդրի, ես չգիտեք թե ինչքան շատ լացել էի ու ասում եմ Աստվածի մինչեր կա կյանքում, ինչքան լավ է, որ մարդը Աստվածն է ցարել, որ մարդ իր սխալը հասկացել է ու չեք պատկերացնի ես ինձ ինչքան լավ զգացի ու դրա համար էլի նորից շնորհակալ եմ Աստծուն եւ առհասարակ շնորհակալ եմ ամեն ինչի համար, շնորհակալ եմ նաեւ ձեզ, սիրելի հետևորդներս, որ լսեցիք իմ մենախոսությունը, որ լսեցիք իմ սխալը մտքերը, բայց սրանք դոք խոսքեր չէին, հոգուց բխած խոսքեր էին ու ամեն խոսքի տակ դեռ լիքը տողատակ կա, միգուցե մի անգամ, երբ որ պահը կգա, ավելի մանրամասն, ավելի խորը կզրուցենք, կքննարկենք ու ընդհանուր հայտարարի կգանք, իսկ հիմա մի քիչ ձեր հետ զրուցելուց հետո հոգիս ոնց որ խաղաղվեց, միտքս խաղաղվեց, չգիտեմ, ամեն դեպքում իրար օգնենք, որ չհոգնենք,
տեսանյութի ներքևում գրառումների հենց ամենավերևի մասում զագրիպիչ կանեմ բարերարկետmi կայքում տեղադրված է տեսանյութը, եթե կցանկանաք օգնեք, եթե չեմ, Աստված ձեր հետ էլ, մեր հետ էլ, Ստելայի հետ էլ ու բոլոր բալիկների հետ էլ։ Սիրում եմ բոլորիդ, շնորհակալ եմ, որ ձեր ժամանակը տրամադրեցիք ինձ, իսկ մենք կհանդիպենք արդեն իսկ երևի թե օրվա վլոգում։ Բարի խաղաղ գիշեր բոլորիս։